Բարև ձեզ։ Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով, խմեցեք դրանից բոլորդ։ Այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի վրա մեղքերի թողության համար։ Խորհրդավոր ընթրիքին ավագինշաբթի Հիսուս այսպես խոսեց աշակերտների հետ եւ տվեց պատարագի պատգամը։ Հետագայում քանի անգամ որ այս հացն ուտեք եւ բաժակը ըմպեք, պատմեցեք Տիրոջ մահը։ Այսպես ասաց Պողոս առաքյալը։ Առաքյալի խոսքի հետևությամբ թե ակամա մարդկությունը արդեն 2000 տարի է պատմում է եւ վերապատմում է ավագ շաբաթը։ Երրորդ հազարամյակի տաղավարում այսօր կքննարկենք ավագ շաբաթը եւ մարդը թեման։ Տաղավարում մեզ հետ են Տեր տաճած ավագ քահանա Դավիդյանը եւ տեխնիկական գիտությունների թեկնածու Բենյամին Հովակիմյանը։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնանա։ Ինչու մարդը կարիք ունի անընդհատ պատմելու, վերապատմելու ավագ շաբաթվա դեպքեր, այսինքն Տիրոջ չարչարանքը եւ մահը։ Միթե բավական չէր հիշել հարությունը եւ սпасել։ Ասեմ քեզի, մարդը այն էակն է, որ միշտ փոխանցում է անցյալին իր փորձառությունները։ Նայեցեք մեր ընտանիքին։ Մենք հաջող քովի գուքանք որպես ընտանիք, մեր բաբիկներին, մեր դադիկներին պատմությունը կգրտնենք եւ կփոխանցենք մեր զավակներին։ Արդեն Աստվածաշունչին մեջ է մի դողմը կա, ուր որ բադվեր կա Աստծո ժողովրդին վրա, որ իրենք ամեն տարի դոնակադարեն իրենց ազատագրումը Եգիպտոսից եւ ամեն տարի փոխանցեն պատմությունը իրենց զավակներին։ Հենց այն է։ Ոչ միայն կփոխանցենք պատմությունը, այդ իրողությունը գվեր ապրենք։ Օրինակ համար ոչ միայն հարությունը, այլ Քրիստոսի չարչարանքներին, խաչելությունը եւ մահը։ Մենք անոնք գաբրենք, որբեսի իրապես հարությունը ըսկանք։ Հարությունը դեղի չունենար առանց մահվան։ Ուրեմն նախ այդ ճանապարհին պիտի հետևենք, որբեսի մենք ունենանք հարության շնորհքը մեր մեջը։ Պարոն Հովակիմյան, ձեր կարծիքով ինչու է կարևոր մարդու համար անընդհատ պատմել չարչարանքը, մահը, վերապրել նաև։ Իմ կարծիքով այն ինչ որ տեղի ունեցավ սրանից մոտ 2000 տարի առաջ, դա մարդկության պատմության կիզակետն էր։ Այն ինչ որ տեղի ունեցավ ավագ շաբաթվա ընթացքում, զատկական տոների ընթացքում Քրիստոսի չարչարանքները, խաչելությունը, մահը եւ հարությունը, դա մարդկության ամբողջ ճանապարհն էր, սկզբից ալֆայից մինչեւ օմեգա։ Այն ինչ որ այդ ժամանակ կատարվեց, այդ կիզակետում մարդկության ընթացքը փոխվեց։ Մարդկությունը մինչև այդ գնում էր մի ճանապարհով, որը արդեն հասել էր մի կետի, երբ անվերադարձորեն մարդը կարող էր կործանվել եւ այլևս փրկություն չգտներ մարդը որպես այդպիսին։ Մարգարեներն արդեն մոտ 600 տարի չկային։ Վերջին մարգարեն Բաբելոնյան գերությունից հետո այլևս չի խոսացել։ Դրանից հետո մարդիկ կային, որոնք ինչ որ չափով զգացողություն ունեին հոգեվորի, բայց մեծ հաշվով մարդկությունը խրվել էր նյութական աշխարհի մեջ եւ գնում էր վերջնական կործանման։ Քրիստոսի խաչելությամբ մարդկության ընթացքը փոխվեց։ Քրիստոսը իր զոհաբերությամբ մարդկության համար լրիվ նոր ճանապարհ բացեց։ Այդ ընթացքում մինչև իր զոհաբերությունը մահը արդեն անվիճելի թագավոր էր երկրագնդի ու մարդկության համար։ Քրիստոսը իր խաչելությամբ եւ հարությամբ հաղթեց մահվանը։ Նա իր մահվամբ հաղթեց մահվանը։ Այս իմաստով ամեն անգամ պատմելով այդ պատմությունը մենք կարողանում ենք կամաց մարդը ինքնին կարողանում է կամաց ընկալել իր ճանապարհի ամբողջ վեհությունը, բարձրությունը եւ դեպի ուր պետք է գնա։ Ինչպես մահվան միջով պետք է գնա դեպի հարություն։ Կարծում եմ այն ինչ որ տեղ ունեցավ այդ ժամանակներում մենք դեռ մարդկությունը դեռ բազմաթիվ երկար տարիներ պետք է ապրի, որ իսկապես կարողանա ընկալել դրա կատարվածի խորությունը, բարձրությունը, վեհությունը։ Յուրաքանչյուր ժամանակ կարծես է յուրովի է վերապատմում։ Պատմում է, բայց ամեն մի դարաշրջան իր ձևով է, իր հայացքով է։ Հետաքրքրական է, որ ինքը ճանապարհ բառը շատ օգտագործեց։ Եվ իրականում մեջ մեր ցանկը ճանապարհն է։ Այսինքն եթե նայենք մեր ցանկին սկիզբը մինչև վերջ, օրինակ համար մի օրը մենք հղացանք։ Մեր մորը արկանտին մեջն ենք, շատ հանգիստ էր այնտեղ։ Բայց դա մեծ ցանկ։ Եվ այդ տեղը շատ նեղ եղավ մեզ համար, ուզեցինք ազատվել եւ ծնանք եւ մտանք ուրիշ արքանտիմը մեջ, որ կոչենք ընտանիք եւ շատ լավ էր ընտանիքը, շատ հանգիստ էինք, հոգս չունենք, բայց կամաց մեծանք եւ ընտանիքը մեզ համար
նեղ եղավ։ Եվ այսպես միշտ այսպես մարդիկ ճանապարհին մեջն են, մինչև որ հասնեն եւ մենք քրիստոնյաներս կհավատանք մանավանդ Քրիստոսի առությամբ, որ ցանկը ինքնին նեղ է։ Այս մեր ապրած ցանկը եւ օրը գուզենք այս ցանկից ելեր եւ Աստուծո հետ միանալ, որ է հարության պատմությունը, բայց ասիկա ճանապարհ մնե։ Եվ մենք երբեմն ճանապարհից կշեղվենք, սխալ ընթացք ենք առնում, անարակ որդին արագը գա, որ ինձ համար շատ հիանալի պատմություն մնե, որտեղ վերջո անարագը կորոշե ետ երտալ իր հորը դունը, եւ գերտա, բայց դակավին չհասած, հայրը դունից կուկա եւ իրեն կկրգե։ Ավակ շապատը հորը թուրսկալն է, մեզի կրգելն է։ Այսինքն շատ բավ բան մսիր, որ ամեն դարի դարբեր դարիք կունենանք։ Հիմա ավակ շապատը ինձ համար մեկ իմաստ ուներ, երբ որ ես 9 տարեկան էի, ուրիշ իմաստ ուներ, երբ որ 35 տարեկան էի, հիմա 77 տարեկան եմ եւ ավելի ուրիշ իմաստ ունի։ Եվ այդ մյուս սկացումներից վրա ուրիշ սկացումներ եկել են։ Երբ որ փոքր էի, ավակ շապատը ոտնլվայի օրն էր։ Այսինքն երտային եկեղեցին քահանան մեր ոդկը գլվար։ Գամալ ավակ ուրպատորը ծաղիկ կառնեն Քրիստոսի քերեզմանոցին, կամ զադիգորը հավգետախաղ գնենք եւ այն։ Այսպեսի բան մներ, մանկական մի երևույթ մներ։ Հետո դեր մի եկանք ամանասիգա առասպել է, լեգենդար է, չենք հավատար, ասոնք մանկական բաներ են, բայց հետո ինչքան դարիքնի սարինք ուրիշ երևույթ մա, հիմա որ գուկամ այս տարիքից ասեմ, որ ես Հիսուսի հետ Երուսաղեմ քաղաքը կմտնեմ ցալգազարտին օրով, կտեսնեմ ժողովուրդը, որ Օվսաննա է ասում, նույն ժողովուրդը, որ 5 օր հետո, 4 օր հետո պիտի զեղ աչը թողանեք։ Ես այս բոլոր բաները ես Հիսուսի հետ կքայլեմ, իր բոլոր սկացումներ եւ կզարմանամ, թե ինչպես ինքը գրնատանիլ։ Ես չէի գրնատել։ Բոլորս ենտագա եղած ենք նախադենքի, հագարագության, մենք կյանքին ընթացքին 100 անգամ, 1000 անգամ մեռած ենք։ Եվ սակայն միշտ վերականգնած ենք եւ դարձյալ գտեսնենք, որ Տիրոջ շնորհքն է, որ մեզ կվերականգնեցնի։ Հիմա ծնողքս կացեր են։ Գինս մահացեր է։ Անոնք այնտեղն են։ Եվ հիմա ժամանակ եկել է, որ ես կուզեմ Տիրոջ հետ քալել։ Եվ ինձ համար հարուցյալ կյանքը ոչ թե կյանք է հոստեղ, այլ կյանք է նրանց հետ այնտեղ։ Եվ ուրեմն հարության իմաստը լրիվ փոխվել է ինձ համար։ Երբեմն մարդիկ միայն Աստված գուզեն օգտագործել իրենց առօրյա պետքերին համար։ Անոնք կանցնին այդ առօրյա պետքերը։ Եվ ասիկա հասկացել եմ ինչքան դարիքս արել եմ։ Եվ ուրեմն ավակ շապատը հենց այդպես ես կնկատեմ հորը դունից քալն է, որ ինձի պիտի առնե քրգե ու տանի։ Փաստորեն ավակ շաբաթվա անդրադարձի մեջ, ինչպես ենք մենք անդրադառնում ավակ շաբաթվա դեպքերին, երևում է նաև մարդկության տարիքը, մարդկության անցած ճանապարհը։ Ձեր կարծիքով կարելի է այդ անդրադարձի մեջ տեսնել մարդու էվոլյուցիան։ Ինչպես ենք անդրադառնում, ինչն ենք կարևորում։ Խնդրեմ։ Ես կարծում եմ, որ անկասկած կա այդ բանը հնարավոր է տեսնել։ Նայած նրան տարբեր ժամանակներում տարբեր ծևերով են սանկալվել, տարբեր կերպ է բանեղել։ Ես չեմ կարող ասածս պնդել, բայց համոզված եմ, որ այն մարդիկ, ովքեր որ Տեր հոր նմանությամբ ինքնուրույն ապրում էին ամբողջ չարչարանած շաբաթվա բոլոր օրերը, բոլոր դեպքերը, այդ ամեն ինչը իրենց մեջ վերապրելով նախկինում շատ ավելի քիչ էին, քան թե այսօր են։ Նախկինում այդ տեսակ նրանք ավելի մանկական էին, այսինքն ինչպես մանուկները, մենք բոլորս մանուկ ժամանակ ներկա ծվերով խաղում էինք եւ կարծում էինք, որ զադիկը տա է, ներկա ծվերով խաղալն է, մինչեւ որ մեծացանք եւ հետո հասկացանք, որ չէ, զատկական խորհրդի մեջ ընդհանրապես մարդկության էվոլյուցիայի բանալին է դրված, գաղտնիքն է դրված, թե դա ոնց պետք է լինի եւ որքան ավելի շատ ես հասկանում, այդքան ավելի զարմանում ես, թե ինչ պարզության մեջ է դա դրված։ Այդ նույն ծավով նախկինում հին ժամանակներում մարդկությունը այդ բանը չէր ընկալում։ Մի հոգևորական ասում էր այսպես պետք է անել եւ ամբողջ գյուղը կամ ամբողջ համայնքը այդպես անում էր անկախ ամեն ինչից։
Այսօր ժամանակները փոխվել են, այն իմաստով, որ յուրաքանչյուր ոք ինքն է ուզում անձամբ հասկանալ ոնց է ճիշտ վարվելը եւ ազատություն է փնտրում, ինչպես ընտանիքի մեջ հայրը ասում էր եւ մարդիկ այդպես էին վարվում, այսօր ընտանիքի այդ վիճակից դուրս է եկել, այսինքն հոգեվոր հոր ասածը հաջախորդի համար դեռևս օրենք չի, յուրաքանչյուր մեկը ինքն է ուզում զգալ, հասկանալ դրա խորությունը, դրա իմաստը, իր չափի մեջ, իր ձևի մեջ, ինքը այդ ընտանիքից դուրս է եկել արդեն։ Ու այս ազատության մեծացումն է հիմնական տարբերությունը այդ ժամանակների իմաստով, տարբեր ժամանակներ։ Այսօր օրինակ ես հանդիպել եմ մտածողների, ովքեր Զատկական խորհրդի մեջ տեսնում են ընդհանրապես տիեզերքի զարգացման օրենքները գրեթե ամենուրեք, սկսած նրանից, թե ինչու է գիշեր եւ ցերեկ լինում, ինչու է գարուն ամառ աշուն ձմեռ պտտվում, այդ ոնց է լինում, որ մարմինը, օրգանիզմը աճում է կամ ծառը աճում է, կյանքը ոնց է տեղափոխվում, այս ամեն ինչը փաստորեն Զատկական խորհրդի մեջ տեսնողներ կան եւ հասկանում ենք, մարդիկ սկսում են հասկանալ, որ սա աստվածային օրենք է, սա էվոլյուցիայի կերպն է, սա ձևն է, բայց իհարկե նաեւ սկսում ենք հասկանալ, ասենք անձամբ ես մտածում եմ, որ ամենաբանը նա է, որ մարդը սկսում է հասկանալ, որ մարդկության ապագանել է այդ Զատկականի մեջ խորհրդի մեջ դրված հարություն առած Քրիստոսն է։ Ի վերջո քրիստոնեությունը դա ոչ թե խաչված Քրիստոս, իհարկե մենք քարոզում ենք խաչյալ Քրիստոսը, Պողոս Առաքյալն ասում էր, բայց մենք այլևս ասում ենք իրեն չենք ճանաչում որպես հարություն առած ենք ճանաչում։ Քրիստոնեությունը անպայման հավատում է հարյալ հարություն առած Քրիստոսին է հավատում։ Նրանք, ովքեր որ ասում են, թե մենք քրիստոնյա ենք, բայց չեն հավատում հարություն առած Քրիստոսին, իմ կարծիքով մի քիչ կեղծավոր են։ Արդեն Պողոս Առաքյալը գսե թե եթե Քրիստոս հարություն չի առած, մեր հավատքը ունայն է։ Մենք մարդկանց մեջ ամենեն ողորմելի ենք։ Այսինքն մեր ամբողջ հավատքը հիմնված է հարության վրա։ Օրինակի համար, ասեմ քեզի, որ մենք Հիսուսի խոսքերին ինչ համար գավադանք, որտեվ ինքը բացարիք մեծ փիլոսոփա մնա, չէ ուրիշ փիլոսոփաներ կային, Բուդդային գրնանք հետևիլ, Կոնֆյուշիուսին գրնանք հետևիլ, Պլատոնին գրնանք հետևիլ, անոնք գեղեցիկ փիլոսոփայություն ունեին, բայց մենք Քրիստոսին գավադանք, որտեվ հարություն առավ, անոնք հարություն չարին, անոնք մերելներից հարություն, ուրեմն մեր ամբողջ հավատքը հիմնված է այդ մեկ բանին վրա, որ քանի որ Քրիստոս հարություն արել է, ուրեմն Աստուծո որդին է, որտեղ միայն Աստված կգնա հաղթել մահվան։ Եվ եթե ինքը հարություն արել է, ուրեմն իր ամեն խոսքը կարևորություն ունի մեզի համար։ Իր ամեն խոսքը մեզի համար ուղղություն կտա կյանքին մեջ։ Եվ հետո հեսավ էվոլյուցիա, բարը մի քանի անգամ այդ բարը օգտագործեց ոմանցքով Զայրահեղ գրոնամոլներ այդ բառը չեն սիրել էվոլյուցիա, բայց գիտեք Աստվածաշունչին մեջ կտեսնենք թե էվոլյուցիա մը կա։ Օրինակ համար Աստված նախ բարձից կսկսե ստեղծել աշխարհը մինչև փարտից։ Եվ հետո Աստուծո հասկացողությունը Աստվածաշունչին մեջ էվոլյուցիա մը կա։ Ամենին հին հասկացողություն Աստուծո մասին մարդկանց կողմէ հին գդակարան մեջ այսպես ասված վրեժ կնտիր է, որ Աստված պիտի սադկեցնե բոլոր անոնք, որ իրեն թեմն են, որ ամբողջ երիկով քաղաքը պետք է սադկվի, սակայն երտալով կտեսնենք, որ էվոլյուցիա բարի շրջումը գա մինչև Եսայի, Երեմիա, Եզեկիել մարգարեներին, որ իրենք կթադաբարտեն այդպիսի բան, չէ, Աստված կտասիրտ է, Աստված երկարնամիտ է, Աստված ներող է, եւ այդ էվոլյուցիան մեզի կփերի Քրիստոսի։ Եվ ես անձամբ կհավատամ, որ այդ էվոլյուցիային գադորողը նույն ինքն Սուրբ Օքին է, որ կշնչի բնության մեջ, մարդկային խղճին մեջ եւ մեզ կփերի Հիսուս Քրիստոսին։ Էվոլյուցիայի հետ կապված շատ լուրջ թեմա է, ես կարծում եմ, այդ իսկապես մտայնություն է, երբ որ էվոլյուցիան մերժում են իբր քրիստոնեական բանի վրա։ Նույնիսկ այն, որ մեր Տերը եւ Հովհաննես Մկրտիչը սկսեցին իրենց քարոզը այդ բառերով ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է։ Ինչ է նշանակում երկնքի արքայությունը մոտեցել է։ Դա նշանակում է մարդիկ փոխվել են, այլ են դարձել։ Եկել է մեկ այլ ժամանակ, երբ երկնքի արքայությունը ավելի մոտ է մարդկանց։ Սա շատ կարևոր է, շատ կարևոր է։ Եկեղեցու հայրերը ամբողջ ավակ շաբաթն են համարում հիմնականում ապաշխարության շաբաթ, ապաշխարության շրջան, նորոգման շրջան։ Ինչու՞։ Ապաշխարությունը ինչի խորհուրդ է։ Խոնարհության խորհուրդն է։ Եթե մենք
ապաշխարություն ենք անում, բաս ենք պահում, եկեղեցի ենք քնում, որպես հբարդություն, որպես ամփարդավանության նշան, հա, ես բայեցի, դու չբայեցիր, անիկա մեղք է։ Անիկա մեղք է։ Ալ վերջի Հիսուս ցույց տվավ մեզի թե ապաշխարության հիմքը խոնարհությունն է։ Երևակայ է, որ Հիսուս ձունգի եկավ եւ իր աշակերտներին ոտքերը լվաց։ Հիմա մենք կնենք եկեղեցու մեջ սևական օրեն, բայց եթե մենք երևակայենք թե այն ադեն մարդիկ գոշիկ չունեն, հողաթափ ունեն, փողոցները, մայթերը գեղդոտ են, ամեն գեղդոդություն դուրս կգնեն, այսինքն Հիսուս ուղակի ամեն տեսակ աղտ գերդ մակրեց իր աշակերտների ոտքից։ Երևայ Աստծո որդին այդ բանը պիտի անե։ Արդյոք այսօր մեր մեծերը բեդությունների նախագահները, վարչապետները, եպիսկոպոսները, կաթողիկոսները, քահանաները այդ բանը պիտի անեն ժողովրդին հանդեպ։ Չենք անել, անիկա, բայց Աստված ըրավ մեզի համար։ Եվ այն ադեն ալսավ, որ ես նոր բադվիրան մգուտեմ։ Եվ ամենակարևորը այս է քրիստոնյաների համար։ Սիրեցեք զմիմյանց, որպես ես ցեզ սիրեցի։ Այսինքն մենք զիրար պիտի սիրենք, ինչպես որ ինքը մեզ սիրեց։ Watertown, Massachusetts-ում իմ եկեղեցիս մեջը Սուրբ Հակոբ եկեղեցին այս խոսքը Սուրբ Սեղանին վրա է գրված։ Եվ գրված է սիրեցեք զմիմյանց, որպես ես ցեզ սիրեցի, մեջտեղը խաչ կա։ Եվ նշան կա այդ անունի մեջ։ Ամենին դժվար բանն է աշխարհիս վրա, որ մենք զիրար սիրենք, ինչպես Հիսուս մեզ սիրեց, բայց պիտի չանանք անել անիկա։ Դուք շեշտեցիք ձեր խոսքի սկզբում, որ պետք չի Աստծուն օգտագործել մեր առօրյա կարիքների բավարարման համար, բայց մյուս կողմից էլ այն ինչ որ պատգամել է եւ հատկապես ավագ շաբաթվա ընթացքում տրված պատգամները շատ կարեւոր են, որպեսզի մենք մեր առօրյան իսկապես կազմակերպենք։ Այս իմաստով, եթե նայենք ավագ շաբաթվա դեպքերին եւ ընդհանրապես խորհրդին, ինչ կարող ենք տեսնել ժամանակակից մարդկության, ժամանակակից հանրույթի, ժամանակակից հասարակությունների կյանքում։ Փաստորեն մի կողմից ավագ շաբաթը խոնարհումի, ծառայության, զոհաբերության որակ է մարդկային, մյուս կողմից չարչարելու, մահվան դատապարտելու, մատնելու, այս բոլոր տեսակները կան մարդկային կյանքում, մարդկային հանրույթում եւ ինչպես են ձեր կարծիքով այսօր արտահայտվում ժամանակակից աշխարհում։ Յուրգե, անկասկած այն ինչ որ կատարվեց Զատկական շաբաթվա ընթացքում անընդհատ կատարվում է։ Տարբեր տեղերում, տարբեր ձևերով, տարբեր կերպերով արտացոլվում, արտահայտվում է։ Մի շատ կարևոր հակադրությունն եմ ես ուզում այս Զատկական շաբաթվա հետ ֆիքսել, երկու անձնավորություն՝ Հիսուսը եւ Հուդան։ Հիսուսի եւ Հուդայի այդ հակադրությունը մտածված եմ հիմա ես անում, ինչու որովհետեւ երբ որ Մարիամը եկավ Հիսուսի ոտքերը օծելու, Հուդան ասեց եւ 300 դահեկանի յուղ ջարդվեց եւ լցվեց ոտքերը օծելու համար։ Հուդան ասեց, ինչի էր պետք այդ բանը, ավելի լավ չէր վաճառեինք այդ փողը տային աղքատներին։ Հիսուսի ասեց, թողեք, չգիտեք ինչ եք անում։ Ես այս հակադրությունը ինչի համար եմ բերում։ Հուդան փնտրում էր շահ։ Հիմա չթողնենք մի կողմ, ինքը իր անձնական շահն էր փնտրում իհարկե ոչ միայն աղքատներինը այդ պահին, բայց դա հարցի մյուս կողմն է։ Քրիստոս փնտրում էր Աստծո կամքը կատարել։ Գեթսեմանիում այդ շատ ուժեղ ցայտուն է երևում։ Գեթսեմանիում Հիսուսը աղոթում է, Հայր, եթե կարելի է, բաժակը ինձանից անցկացրա, բայց ոչ թե իմ կամքը լինի, այլ թող քո կամքը լինի։ Եվ ստացվեց, որ այդ հակադրությունն է, որ այսօր չափազանց ցայտուն է։ Մեր հասարակության մեջ մենք որտեղ ենք հանդիպում մարդկանց, որոնք ոչ թե փնտրում են ինչ-որ մի շահ, լինի դա իր անձնական շահը, ընտանեկան շահը, ազգային շահը կամ եկեղեցու շահը, դրա փոխարեն փնտրեն Աստծո կամքը։ Սա չափազանց բարդ է։ Այդ Պողոս առաքյալի դեպքում մենք իրենք ինքը տենց էր։ Ինքը գրում է, ասում է, ապրելն ինձ համար Քրիստոս է։ Իսկ իր համար ապրելը Քրիստոս է, իր համար չի ասում, ես իրենով եմ ապրում, չի ասում իր օգնությամբ ես ապրում եմ, չի ասում ես իր համար եմ ապրում, ասում է ապրելն ինձ համար Քրիստոս է։ Երևի թե այսօր հատկապես այդ շահի եւ ճշմարտության
հագադրությունն է, որ շատ հաճախ չի ընկալվում եւ այդ շատ ուժեղ ցայտուն ձևով դրվեց։ Փաստորեն նա, ով որ փնտրում էր շահ, տվյալ դեպքում Հուդան, ի վերջո հայտնվեց մատնողի դերում։ Նա, ով որ փնտրում է շահ, թեկուզ տալնի ազգային շահ, թեկուզ տալնի եսիմինչ շահ, բայց չի փնտրում վերին ճշմարտությունը, չի փնտրում աստվածայինը, չի փնտրում հոգևորը, ի վերջո հայտնվելու է Հուդայի դերում։ Եթե դրա համար փաստորեն ամենակարևորը գաղտնիքը տեղ է թաքնված, ու այդ բանը շատ པարզ նաև առագով էր գրված, չէ՞։ Հիսուսը Դաշտի Շուշանների երկնքի թռչունների օրինակը բերելուց ասում է. դուք փնտրեք երկնքի արկայությունը եւ նրա արտարությունը ու այդ ամենը կտրվի ձեզ։ Այսինքն առաջի տեղում ինչը պետք է լինի, ինչ պետք է մարդը փնտրի։ Մարդը իր ամբողջ հոգով, սրտով եւ մտքով զորությամբ ինչ պետք է փնտրի։ Պետք է փնտրի Աստծուն, ճշմարտությունը, արտարությունը, երկնքի արկայությունը ու այդ մնացածը կտրվի իրան։ Բայց դրա համար հավատք է պետք։ Հավատք է պետք, որը ցավոք մարդը ավելի հաճախ փնտրում է միանգամից այն ինչ որ այդ պահին ուզում է, այսինքն նույնիսկ մեր սոցիալական հարաբերություններում, եթե ոչ ինչպես դուք եք ասում, մեր անձնական շահը նեղ անձնական, բայց փնտրում ենք հասարակական շահ, փնտրում ենք սոցիալական արդարություն, փնտրում ենք բարեկեցություն, որոնք ըստ էության բնական պահանջմունք են եւ մերժելի չեն, սակայն ինչպես ցույց է տալիս կյանքը, մարդկությունը գնալով ավելի թշվառ է դառնում, ավելի ապերջանիկ է դառնում, եթե ոչ դժբախտ, իսկ չի բարձրանում դրանով ոչ սոցիալական արդարության մակարդակը, ոչ երջանկության զգացողության աստիճանը, հետեւաբար հարց է առաջանում, թե ինչ ճանապարհով պիտի փնտրել։ Իսկ ճիշտ այդ է, որ մարդիկ միշտ Աստված ուզում են օգտագործել։ Այսինքն մարդիկ միշտ ուզեն, որ Աստված օգտագործել իրենց նպատակներին համար։ Բայց ինչպես հիմա դες հետաքրքրական է, սկսանք գարկաբաշխարության ծարձակման, Սուրբ Պատարագը ոդնվա, հիմա Գեցսեմանի պատերազմի մեջն ենք։ Եվ երևակայ է, որ Հիսուս Գեցսեմանի պատերազմի մեջ է, մի մոտ թե Աստված է եւ թե մարդ է։ Եվ հուզվեցավ Հիսուս, որպես մարդ հուզվեցավ Գեցսեմանի պատերազմի մեջ, բայց վերջի ասավ ոչ իմ կամքս, այլ քո կամքը թող լինի։ Եվ իրականի մեջ ինչպես ասի, որ մենք ինչու համար այս նեղության մեջ ենք, որտեղ մենք կուզենք Աստված օգտագործել մեզի համար։ Մենք կուզենք, որ Աստված մեզի աջակցի։ Եվ ոչ թե մենք Աստծո կամքը կատարենք։ Ինքը գիտե որ հուտակացեր է, իրեն պիտի թավաճան է։ Աշակերտները քնացան։ Հոգնած են, որ իրենք հոգնած են, ինքը ինչքան ավելի հոգնած պետք է լիներ։ Հետո երբ որ եկան իրեն ցերպակալելու, Պետրոսը սուր հանեց։ Եվ Հիսուսը ասավ ոչ, սուրը մեջտեղ էր, ան որ սուրով գաբրի, սուրով պիտի մեռնի։ Այսինքն վերջին րոպեին Հիսուս օրինակ եղավ մեզի, վստահելով, որ Աստված իրեն հետ է։ Եվ ասիկա օրինակ է մեր բոլորիս համար։ Մեկը մահամերձ է։ Ես մորս մահը լավ գհիշեմ։ Մայրս արտնցավ գես քիշերին, արդեն հիվանդ էր։ Եվ ուրեմն հայտնի է որ բանը կպատահի։ Իրենս ինք հիմա շտաբ օգնությունը պիտի զանգենք։ Սա որ տղաք, ես ամեն բանին համար շնորհակալ եմ։ Ամեն բանին համար շնորհակալ եմ։ Կարծեմ ժամանակն է երթալու։ Եվ մահացավ։ Եվ ուրեմն Հիսուս այնտեղ օրինակ մգա, իրեն արժև թե ուրբաթորը գա, այդ չարչարանքների օրը գա, բայց ինքը հանցն արավ։ Երբեմն կյանքին մեջը չարչարանքը պիտի ընդունենք, որպեսզի հաղթենք չարչարանքին։ Վերջո ով էր հաղթականը ավակ ուրբաթ օրվա խաչելությանը, ան որ գախված էր խաչից։ Ոչ թե Բիղադոսը, ոչ թե քահանայապետները, ոչ թե զինվորները, այլ ինքը հաղթական եղավ։ Ասա որ գադարվեցավ։ Այսինքն ինձ համար եւ ավանտեց հոգին գսե։ Այսինքն ինքը դերներ իր կյանքին եւ իր մահվան։ Շարունակում ենք զրուցել ավակ շաբաթը եւ մարդը թեմայի շուրջ։ Տաղավարում մեզ հետ են Տեշտաճատ ավակ քահանա Դավիթյանը եւ տեխնիկական գիտությունների թեկնածու Բենյամին Հովակիմյանը։ Ավակ շաբաթվա ընթացքում հատկապես ավակ 5 շաբթի, որ ավելի շատ էր դեպքերի առումով եւ տրված պատգամների, հորդորների առումով
Եվ պատահական չէ, որ դուք էլ նշեցիք, որ այդ վերջին 3 օրը համարվում է ավագ շաբաթվա եւ ընդհանրապես Պահքի շրջանի այսպես գերխիտ ընթացքը։ Քրիստոս գիտեր իր ճանապարհը եւ անցնում էր, բայց նրանք, ովքեր Քրիստոսի հետ էին, աշակերտները, այսինքն մարդկությունը, կարելի է ասել, չէր հասկանում ինչ է կատարվում։ Լայն իմաստով շփոթված էր եւ ոչ վստահ։ Նույնիսկ Քրիստոս մի քանի տեղ շեշտում է, որ թող ձեր սրտերը չխռովեն, հավատացեք Աստծուն, աշակերտներին դիմելիս, եւ նրանք շատ հաճախ չէին հասկանում ինչ է կատարվում, եւ իրենք էլ իրենց վրա կասկածում էին, երբ Քրիստոս ասում էր ձեզնից մեկը կմատնի ինձ։ Բոլորը մտածում են, միթե իմ մասին է խոսում։ Այս անինքնավստահության, շփոթմունքի, խռովքի ընթացքը մարդկությունը դեռ շարունակում է ունենալ այդ զգացողությունները, դրանք արդիական են այսօր։ Անշուշտ աշխարհիս վրա ներկա, այսինքն այս հակառակությունները որ կան, օրինակ համար արևմտյան աշխարհի մեջ, հատկապես Ամերիկայի մեջ, երբ որ խորհրդային միությունը ինգավ, ասին խաղաղություն մեջտեղ պիտի կա աշխարհիս, այլևս կոմունիզմի եւ կապիտալիզմի միջև պայքարը վերջացավ, կապիտալիզմը շահեցավ, կոմունիզմը վերջացավ, կարծես թե ավելի վատ վիճակին մեջ ենք այսօր, քան ինչ որ են 22 տարի առաջ։ Եվ ինչ է մարդկային բուն մեղքը։ Փարամոլությունը, մեծամտությունը, այսինքն որ մարդիկ կուզեն իրենք իշխել, ըլա ես քո վրա, ծեր վրա, ըլա բեդություններ ուրիշ բեդությունների վրա, ամեն մեկը կուզե քեր իշխել, եւ անշուշտ Քրիստոսի ճանապարհը այդպես չէ, Քրիստոսը Բողոս Արաքյալը գսե Քրիստոս եկավ, որպեսզի մարդիկ հաշտեցնե իրարու հետ։ Եվ երբ որ մենք ավակ ուրպատորը երտանք, այդ օրը ով է որ գխաչե Հիսուս, հրյաներն են, հռոմեացիներն են, ոչ հրյաներն են, ոչ մենք ենք։ Հիսուսի խաչելությունը մինչև այսօր կշարունակվի։ Եվ մենք մեր մեղքերով գխաչենք Հիսուս։ Ես այդ մանր մոնոր մեղքերի մասին չեմ որ գխոսիմ, այն մեղքերը, որով մենք ուրիշի վրա կճնչենք, ուրիշի վրա դիրություն գնենք, ուրիշին անարտարություն ենք կատարում։ Եվ վերջի ինձ համար Քրիստոսի ավետարանը ազատարար ավետարան մնե։ Արդեն Աստվածաշունչի առաջին գլխուն մեջը գսե որ Աստվածը ստեղծեց մեր իր պատկերով, մենք Աստծո պատկերով ենք։ Տուն, ես, որտեվ գսե որ մարդ արու եւ եկրավ իր նմանությամբ։ Ուրեմն հավասարություն մը կա այնտեղ։ Տուն ինձանից լավը չես, ես քեզանից լավը չեմ։ Մենք բոլորս Աստծո զավակներն ենք։ Եվ հետո կտեսնենք, որ Աստվածաշունչին մեջ թե ինչպես ամեն ասկ Աստծո աչքին արջևը հավասար են։ Ուրեմն ինձ համար ավակ շաբաթը մեզի պետք է բերե այնտեղ Քրիստոս հարություն գարնե, ոչ թե միայն ինձի համար գարնե, քեզի համար գարնե, բայց մեզի համար գարնե, մարդկության համար գարնե։ Այդ կոնտեքստում շատ հետաքրքիր է, որ նույն ամբողջն էր Տեր Հայրը ասեց, ով որ Ծաղկազարդի օրը օրհնյալ է նա կորում էր, կոչվում էր, որ գալիս է Տիրոջ անունով, այդ նույն ամբողջը խաչելության օրը Պիղատոսի տաճարի դիմաց հավաքված կոչվում էր խաչեք դրան։ Մի քանի ժամվա ընթացքում Պետրոս Արաքյալով խոստանում էր, որ ինքը պատրաստ է մինչև անգամ մահանալու, բայց մի քանի ժամ հետո ուրացավ Հիսուսին։ Այսինքն սա խոսում է այն մասին, որ այդ բոլոր մարդիկ իրականում ոչ թե իրենց ներքին ձայնով իրենց ազատությունից հրվելով էին այդ ամեն ինչը անում, այլ որոշակի ազդեցության տակ էին։ Ծաղկազարդի օրը այն օրներ, երբ պետք է ամբողջը գոռար, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով։ Խաչելության օրը այն օրներ, երբ իրանք այլևս քան որ իրենց ուրույն դիրքը ու կերպը չունեին, իրանք գոռում էին խաչել դրան, որտեղ խաչելության ժամն էր եկել այդ ժամանակ։ Այսինքն անկառավարելի էր մարդկության համար այն ինչ որ տեղի պիտի ունենար, թե մարդը պատրաստ չէր, որպեսզի իր կամքով իսկապես տեղի ունենա։ Այստեղ շատ կարևոր խնդիր է։ Մարդը, որպեսզի կարողանա նման իրավիճակներում արթուն մնալ, պետք է ինքը լինի որպես այդպեսին։
մեզանից յուրաքանչյուրը մահվան միջով անցնելու փորձառություն այս կամ այն չափով ունի։ Մահվանը հանդիպելուց մենք մոռանում ենք շատ հաճախ։ Մենք մեզ ենք մոռանում, մենք մոռանում ենք, մենք գրեթե ամեն վայրկյան մենք մահվան հետ հանդիպում ենք ունենում։ Խաչելիության դասը ինձ համար թերևս ամենախորքային դասը սա է, որ մահվանը հանդիպելիս պետք չի շուրկալու փախնել, քո գլուխը փրկցնելու, քո գլուխը քո կերպը ապրեցնելու, քո կերպը պաշտպանելու համար պետք չի շուրկալու փախնել, պետք է կարողանալ հավատքով քայլ անել առաջ։ Ու հավատքը հենց այդտեղ է, այդտեղից էր որ հավատքի հայրը Աբրահամը իր որդուն պատրաստ էր զոհաբերել եւ հավատում էր, որ այդ զոհաբերված որդուց ինքը սերունդներ է ունենալու աստղերի չափ։ Ավակ շաբաթվա ամենամեծ դասը անձամբ իմ համար դա է։ Արդյոք ես կարող եմ, իսկապես կարող եմ աչքերս բաց առանց վախենալու, դե մահանալու եմ, լավ է մահանամ, քան թե սուտ խոսամ կամ քան թե ուրիշին սպանեմ, քան թե իմ շահը փնտրեմ կամ ես ինչ անեմ։ Էս կա Գեթսեմանի պարդեզում երկու հոգի էին արթուն մնացել, Հիսուսը եւ Հուդան։ Հիսուսը արթուն էր մնացել մեծ իմաստով, Հուդան արթուն էր մնացել իր աշխարհում իր շահը փնտրելու իմաստով։ Եթե դուք խոսում եք այսօրվա հասարակության մեջ ես չգիտեմ ով է Հիսուսի պես արթուն մնացած, բայց Հուդայի պես արթուն մնացածներ որքան ուզեք, ինձանից շատ կարող եք թվարկել։ Մեր օլիգարխները, մեր իշխանավորներից շատերը, որոնք իսկապես արթուն են իրենց գործի մեջ, իրենք արթուն են, իրանք բաց չեն թողնի, իրանք կխժռեն, մարդունը կխժռեն, ազգինը կխժռեն, բոլորին կխժռեն, բայց իրանք շահ բաց չեն թողնի, իրենք արթուն են, բայց այդ արթնության քյարը չկա, այդ ժամանակավոր բանը անցնելու է գնա։ Ես կհասկանամ, որ անոնք, որոնք գուզեն իրենց հավատքը ծածկել, ցեվով մոհուտայի նման, կամ Պետրոսի նման են ավելի, որ գուրանան, այսինքն ծածկելով իրենց հավատքը գուրանան։ Անշուշտ մյուս ծայրը հեղությունը կա։ Այն է, որ մենք եթե հավատացյալ լինենք, գրոնամոլ բեչել լինենք։ Այսինքն գրոնամոլ բեչել լինենք, ինձ համար հետաքրքրական է Հիսուսի խաչին վրա, ասավ դեր թող սրանք, որտեղ չեն գիտեր թե ինչ են անում։ Շատ հետաքրքրական է, որ դերը խաչին վրա ներողամիտ էր, որտեղ չեն գիտեր թե ինչ էին անում։ Եվ ուրեմն Հիսուս մինչև վերջին ռոբեին գրնար մեզի ցույց կուտա, թե ինչ էսա կյանք պետք է ապրենք։ Այդ ներողամիտ, կտասիր, լայնամտությունը, որ գա, ասեմ քեզի, ես երբեմն կվախնամ հավատամոլներից, կրոնամոլներից, որոնք նեղմիտ են, որոնք միշտ ուրիշներին կքննադատեն, վայ անեկա ձունգի չկա, վայ անեկա երկրպագություն չկա, վայ չէ, կարևորը չէ անեկա դերը մեր արտաքին ըրած ցևերին պիտի չտատե մեզի, մեր սրտովը մեզի պիտի տատե։ Ավակ շաբաթը շատ հաճախ համարվում է եւ ապաշխարության եւ նորոգության շրջան, ընդհանրապես ամբողջ պահք, այսինքն դա հնարավորություն է նորոգվելու, նորը դառնալու։ Եթե մենք նայենք մեր հասարակական կյանքը, աշխարհի կյանքը, մենք անընդհատ փնտրում ենք, իսկապես մարդիկ փնտրում են փոփոխություն։ Այսօրվա հասարակական շարժումները, որոնք իրենց բնույթի մեջ ազնիվ են, որովհետև նոր բան են ուզում են ավելի երջանիկ հասարակություն, ուզում են ավելի ինքնիրացված մարդ, ուզում են ավելի բարեկեցիկ կյանք, դժվարանում են հասնել հաջողության, բայց այնտեղ նորից նորի պահանջ կա, փոփոխության պահանջ կա։ Ձեր կարծիքով ինչ պիտի իրական ներքին փոփոխություն տեղի ունենա, որպեսզի այդ բոլոր ակնկալիքները, ցանկությունները, ջանքերը մարդկության փոխված տեսնելու իրենց եւ իրենց հասարակությունը իրականանան։ Մենք պետք է հասկանանք, թե ամեն բան մեզանից չէ։ Մի նշանավոր ամերիկացի աստվածաբանը մի խոսք ունի, որ ես շատ կսիրեմ, գսե, որ աղոթե այնպես, որ կարծես, թե ամեն բան Աստծո կպարտիս, աշխատե այնպես, որ ամեն բան քեզի կպարտի։ Այսինքն կամ ուրիշ մեկ ասած է, որ գարելի դրե մնացածը Աստծո ցկե։ Հիմա այս բանը քարոն է, զադիգը քարնան հետ կապնված է, եւ ասիկա բանը, եթե նայեք զադիգի հին արմատները,
գուկա հողագործական ընկերությունից երբ որ նոր կսկսեն ցանել հունդերը, որ պիտի փուսնին եւ գամալ աշնան մեջ ցանած սորենը կհավաքեն, ուրեմն գտնված է հողագործական եղանակների հետ, հետո հрьяաների կով գիհիշեն իրենց ազատվիլը Եգիպտոսից չարիկից կարունն են օրեն գազադվինք ծմերվան ջիրաններից, այսինքն ծմերվան բռնակալությունից եւ գմտնենք քարնան եւ ուրեմն ցանկը միշտ նոր է Փարքաստուծո, այսինքն քրիստոնեությունը գսե թե դու ինչ անես, դու ինչ մեղքին մեջ ինաս, ինչքան վատություն ես անում, գրնաս նորեն քո կյանքդ ուղղել եւ նորեն զայրից սկիզբից սկսել։ Եվ ադորամար Զադիգը հայ եկեղեցու մեջ 40 օր է, 50 օր է, որ հինան սկսենք եւ մինչեւ հոգեկալստյան օրը մենք գիհիշենք եւ իրարու գսենք Քրիստոս արյավի մերելոց։ Միայն մի օր չէ։ Եվ ամեն գիրագի Զադիկ մնե։ Ամեն գիրագի հարության դոնը, հոնդեր կգարտանք ամեն գիրագի արևոդյան ժամերկության մեջը յուղապերից ավետարան եւ շատ գսիրեմ այնտեղը, ուր որ ավետարանի մեջը գսե հրեշտակը յուղապեր գեներին ինչու համար կփնդրես կաչյալը չէ աստ ալ հայրյավ եւ ժողովուրդը գերկե օրտնյալ է Աստված եւ մեզ համար ասիկա մենք հաղթանակը տարածենք մենք հաղթած ենք աշխարհը պիտի անցնի աշխարհը պիտի վերանա այսինքն այս աշխարհը բայց ոչ թե պիտի վերջանա պիտի գադարելակորձվի Ձեր կարծիքով պարոն Հովակիմյան, ինչու են մեզանում այդքան դժվար ընթանում փոփոխությունները, այն փոփոխությունները, որ մենք իսկապես ուզում ենք։ Ոչ թե միայն մեր մոտ, այլ ընդհանրապես ամբողջ աշխարհում եւ ամենուրեք փոփոխությունները դժվար են ընթանում հիմնականում իներցիաների պատճառով։ Ոնց որ ավետարաններում է ասված, հին հագուստի վրա նոր կարգադան չի տրվում, հին տակտիկերի մեջ նոր գինի չի լցվում։ Ես իհարկե ուզում եմ փոխվել, sense բանով ասած, սիմվոլիկ ասած, ես իհարկե ուզում եմ ավելի բարի լինել, լավը լինել, բայց այնպես խորքում իմ, ես ուզում եմ բարի լինել, ավելի լավ լինել, բայց սենց մնալ։ Այդ նման է նրան, որ Իսրայելի ժողովուրդը ուզում էր գնալ ավետյաց երկիր, բայց ուզում էր մնալ Եգիպտոսում։ Դեռ անապատի մեջ ասում էր, այնտեղ այնքան լավ էր, մենք այնտեղ սոխ էինք ուտում, ես sense ինչ-որ բաներ հիշողություններ։ Հինը ձգում է, միշտ վախենալու է, հնից անցումը դեպի նորին միշտ նշանակում է հինը մահանում է, նորը ծնվում է, մահը միշտ վախեցնում է։ Մահը միշտ վախեցնում է, որովհետև հավատքը պակասում է։ Բայց իմ կարծիքով, որում ես առավել քան համոզված եմ, այսպիսին է, որ մեր ժամանակները էապես փոխվել են եւ փոխվում են հիմա։ Եթե մենք չկարողանանք հաղթահարել հինը թողնելու վախը, մենք կարող է անհետանանք պարզապես երկրի երեսից, թե որպես ազգ, թե որպես պետություն, թե որտեվ հիմա էականորեն նոր ժամանակներ են գալիս, երբ պետք է էականորեն նոր ձևով ընկալվի ամեն ինչ։ Ինչպես է արտահայտվում այդ էականորեն նոր ժամանակները։ Ինչ հիմնական բան է փոխվել, կարծես թե ինչպես նայում ես մարդկության պատմությունը, խնդիրները համենայն դեպս նույնն են։ Հա, բայց հիմա հարաբերությունները այնչափ հեշտ են։ Ես հիմա այսօր հեռախոսս կրնամ առնել եւ դուս հետ խոսիմ, որ 10,000 կիլոմետր անտին են, մի րոպեի մեջ։ Հետո այնպիսի հարաճացումներ ունենք բժշկության մեջ եւ սակայն ասուն կրնան դառնալ անեցք։ Եթե մենք այսինքն չխապվենք սրանցից, ասենք մարդոց բարիքին համար են, ոչ թե այնինչին հարստության համար են, այլ ամբողջ աշխարհին համար են, եւ մենք պետք է ունենանք այսպիսի լայն մտածելակերպը, որտեղ Հիսուս մահացավ ոչ թե հայերի համար, ոչ թե սրա համար, ոչ թե քրիստոնյաների համար, մահացավ մեղավորների համար, ամբողջ մարդկության համար, եւ մեծակույն մեղքը ինչ է։ Մեծամտությունն է նորեն։ Լա անիգա pedagogan շտաբով, լա անիգա անհատական, բանը մեր մեծամտությունն է, որ մեզ կհերացնի Աստուծուց։
Եվ ամփոփիչ մի հարց։ Ամբողջ ընթացքում ավագ շաբաթվա եւ հատկապես այդ ծանր օրերին խաչելության մարդիկ սպասում էին հրաշքի, որ հրաշք տեղի կունենա եւ նախ ասում էին ինքդ քեզ փրկիր, եթե Աստված ես։ Իրականում սակայն տեղի ունեցավ սովորական եւ ամենադաժան մահ։ Ձեր կարծիքով այդ սպասումը մարդու, որ տեղի ունենա մի բան իր ջանքերից դուրս, բայց ինքը չտանջվի, լավ զգա իրան, չվշտանա, թեկուզ ուրիշի համար, չհիասթափվի որևէ բանից։ Այդ զգացողությունները մեզանում այսօր արդիական են, կան այսօրվա մարդու կյանքում հրաշքի սպասել, որպեսզի սեփական ջանքը չներդնել որևէ փոփոխության մեջ։ Ավելի մեծ հրաշք չկա, քան թե Քրիստոսի հարությունը, որ Քրիստոս մերելներից հարություն արավ, ադգիցավ լիբետ չունենք։ Եվ նաև ավակ շաբաթը սկսավ Ղազարոսի հարություն օրով, անոր Ղազարոսի հարությունի հիշադակով։ Ոչ միայն Քրիստոս հարություն գարնի, մենք ալ կրնանք հարություն առնել։ Այսօր մեր կյանքը կրնա փոխվել։ Մեծակույն հրաշքը անեգայ է։ Այսինքն ինձ համար, օրինակ, եթե հրաշքը սեսնե, ինչ եմ ասում, գուզես տեսնել, որ արևը կբարե երկինքում։ Ադիկա գուզե կամ խաչմը գուզես տեսնել, կամ ձիածանը գուզես տեսնել ամբին վրա է։ Ուրեմն անոնք, որոնք գագնգալ են, որ հրաշքը բադահի իրենցից դուրս Աստուծո փորձության կբերեն։ Այսինքն սատանան Հիսուսին ասավ, որ այս քարերը հացի պիտի փոխանակես, հեսա պիտի չփորձես քո Տեր Աստվածը։ Աստված ոչ մի բարտավորություն ունի մեզի փաստելու իր քոյությունը։ Եվ ընդհանրապես այդ սпасելով մենք գրաբաշտ կդառնանք։ Եվ մեծակույն հրաշքը այն է, որ կբադահի մեր մեջը Հիսուսը ասավ, երբ որ բժշկեց մարդեց, քո հավատքը քեզ բժշկեց։ Եվ ինձ համար մեծակույն հրաշքային է, երբ որ տեսնես մարդիկ, որոնք հավատքի եկան, կամ հավատքի գուխ, եւ տեսած են մարդիկ, որոնք անհավատ են, Աստուծո հակառակ են եւ հավատքի գուխան։ Եվ մեծակույն հրաշքը այս է, Սուրբ Հոգու ներկործությունը։ Ես այդ եմ սպասում։ Խնդրեմ, ձեր կարծիքով, որն է այսօրվա իրական պահանջը փոփոխության, տեսնել հրաշք մեզնից դուրս, թե չի գանել որևէ բան։ Ես որքան հասկանամ ձեր հարցը, դուք ուղղակի նկատի ունեք հետեւյալը, որ մեր իրականության մեջ շատ են հանդիպում մարդկանց, որոնք իրենց կողմից ոչինչ չեն անում, բայց բողոքում են, որ ինչու է անաշտարություն, ինչու մեր թոշակները քիչ են, ինչի վատ ղեկավարություն ունենք։ Այն դեպքում, երբ որ ակնկալվում է, որ ամեն մեկը իր տեղում, իր անելիքը, իր կարողության սահմաններում անի։ Սա է, ես որքան հասկանում եմ հարցի իմաստը։ Իհարկե այդպես է, ցավոք սրտի այդպես է։ Ամենափոքր հարցերում անգամ մենք զլանում ենք, ասենք ենթադրենք ընտրություն է։ Եթե դու ասում ես պետք է քո խղճի համաձայն ընտրես, ասում են դե մեկը իրանք անցնելու են օրինակի համար, եւ դրանով իրենք արտարացնում են իրենց կողմից ընտրակաշարք վերցնելը կամ առանց իրենց խղճի ձայնի ընտրություն կատարել, իրենք մարդիկ դրանով արտարացնում են։ Դա եւս փախուստ է, մի քիչ առաջվա իմ ասած փախուստն է։ Մարդ ուզում է փախնել, չի ուզում տեսնի, որ ինքը սխալ է վարվում։ Այս եթե դուք սա նկատի ունեք, անկասկած դուք ճիշտ եք։ Նույն ձևով, նույն բանը նաեւ տեղի ունենում շատ ավելի մեծ ու ընդարձակ տարածքներում, ասենք ենթադրենք թե այսօր Մաշտոցի պուրակում, եթե օրինակ եք ուզում մեր սոցիալական կյանքից, այսօր Մաշտոցի պուրակում շատ ազնիվ երիտասարդներ առանց անկաշառ, առանց որևէ հետին մտքի, առանց որևէ շահի փնտրում են մի բան, որը որ իրենց սկզբունքորեն թվում է իրենց ոչինչ չի տա, թվում է, ինչի բայց իրենք այդ նորից ծիլն են, որը որ անպայման պտուղ տալու է։ Իրենք փնտրում են մի բան, որ շահ չունեն դրա մեջ եւ անում են։ Կողքից ասում են դե մեկը չեն հասնելու ոչ մի բանի, ինչ գործ ունենք, գնանք բա որ հանգարց մեզ տեսնեն այնտեղ կանգնած այդ երիտասարդների հետ ու իմ ղեկավարը ինձ մի բան ասի կամ էլ թե չէ մեկ իշխանությունների ինձ թոշակից կտրեն կամ ես իմ ինչ անեն։ Այսինքն այդ մորթապաշտությունը ստեղ եւս հակադրվում է երկու կարևոր բան։ Հակադրվում է իմ անձնական շահը, նեղմիտ փոքր շահը եւ հակադրվում է անկաշառ ինչ որ մի դրական բարձր վեհ բան փնտրելը։ Պետք է կարողանալ քայլ անել այդ ուղղությամբ։ Պետք է կարողանալ, ասենք, եթե տեսնում եք, օրինակ, Մաշտոցի պուրակը որպես օրինակ, եթե տեսնում ենք, որ Մաշտոցի պուրակում իսկապես ազնիվ երիտասարդներն են, որոնք որ անկախ իրենց անձնական շահից փնտրում են
բարեկեցություն, փնտրում են, որ կանաչ լինի, այգի լինի, որտեղ իսկապես երեխաները քայլեն, պետք է չզլանալ, գոնե մեր կողմից հասանելիք կես քայլը այդ ուղղությամբ անել եւ ազնվորեն գոնե արտահայտվել, ասել, որ չէ, գիտեք, ճիշտ են ախր սրանք։ Հերիք եղավ, հերիք չի շահփնտրենք մենք, վերևն Աստված կա, խիղճ ունեցեք։ Շատ կարևոր է նաեւ հետեւյալ դրվագը, Զատկական շաբաթվա ընթացքում Հիսուսին տարան եւ աշխարհիկ իշխանության մոտ, Պիղատոսի մոտ տարան, եւ հոգեվոր այդ ժամանակվա իշխանության մոտ տարան։ Եվ երկուսն էլ փնտրում էին նորից իրենց շահը։ Մեկը փնտրում էր իր ազգի շահը, ասենց ասած Կայափա քահանայապետը, ու նույնիսկ ուղիղ ասեց ավելի լավ է մի հոգի մահանա, քան թե ամբողջ ազգը կործանվի։ Մյուսը փնտրում էր իր կայսրության շահներ այդ պահին փնտրում, որտեղ իր համար հեչ կարևոր չի, այս մարդը ճիշտ է, սուտ է, կարևորը որ ինքը չհագադրվի այդ ժամանակվա հասարակությանը եւ իրենց կայսերական շահը առաջ տանի։ Եվ երկուսն էլ սկզբունքորեն սխալվեցին, որտեղ իրանք չընտրեցին Աստվածայինը, չընտրեցին ճշմարտությունը, այդ բանը մեր մոտ ամեն քայլափոխի այսօր կա։ Գրեթե ամեն քայլափոխի։ Եթե միայն մենք սկսենք այդ ուղղությամբ մտածել, մենք կտեսնենք, որ իսկապես մենք ամեն քայլափոխի հանդիպում ենք այդ երկընտրանքին, ինչ ընտրել, Աստվածայինը, բարին, գեղեցիկը, արտարությունը, երկնքի առկայությունը, թե շահը, իմ անձնական, խմբագային անձնական, կուսակցական անձնական, օլիգարխիկ անձնական, պետական անձնական, թե ազգային անձնական, միևնույն է, սա շահ է։ Այս հակադրությունն է, որ այսօր կարծում եմ շատ ուղիղ ձևով կանգնած է եւ առավել քան համոզված եմ, որ միևնույն է հաղթելու է անկաշառ շահը։ Ինչու է հաղթելու, որովհետեւ Քրիստոսը խաչվել է եւ հաղթել է մահվանը։ Ինքը իր խաչելությամբ հաղթել է մահվանը եւ հարություն է առել։ Բոլոր նրանք, ովքեր փնտրում են ոչ անձնական շահ, այլ գեղեցիկը, վերինը, հոգեվորը, արտարը, նրանք Քրիստոսի հետ նույն բանակում են անկախ ամեն ինչից, թե իրանք ով են, ինչ են ասում, ինչ չեն ասում։ Իսկ նրանք, ովքեր որ փնտրում են շահ, փոխանակ փնտրեն երկնքի արքայությունը եւ նրա արտարությունը, նրանք արդեն ինչ որ իմաստով իր դեմ են քայլանում։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Ավագ հինգշաբթի շփոթված ու շիվար աշակերտներին Հիսուս նոր պատվիրան տվեց. Սիրեցեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի։ Եթե դուք սիրեք իրար, դրանով բոլորը կիմանան, որ իմ աշակերտներն եք։ Այս նոր պատվիրանով քրիստոնեությունը մտավ մեր սոցիալական հարաբերություններ, մեր ամենօրյա կենցաղային կյանք, մարդ-մարդ հարաբերություններ։ Ժամանակակից բազմատեսակ ճգնաժամերի պատճառ շատ տեսաբաններ համարում են հետևյալ հարցը. ինչ կհայտարարի ժամանակակից մարդը, Աստված մեռել է, թե ահա այստեղ եմ Տեր։ Եվ այս պատասխանից էլ կախված կլինի, թե ինչպիսի պտուղներ կտան մեր ջանքերը։ Ջանանք լավ մտածել, հուշում է փիլիսոփան։ Ամենայն բարիք։